Սիրով ասում ենք բարի լույս, նրանց ովքեր այս պահին լսում եւ դիտում են Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ առաջարկում այս շաբաթ առավոտ միասին ընկնել մանկության գիրկը։ Դե հունիսի 1-ին ընթരാճ որոշել ենք ձեզ տանել ու տեղափոխել մանուկների մաքուր, ջինջ ու գեղեցիկ աշխարհ։ Այո, նախատոնական, նախահունիս 1-յան տրամադրություն է այս առավոտ մեր ուղիղ եթերում։ Եվ դե հասկանում եք, եթե ասում ենք հունիս 1-յան առավոտը, դա նշանակում է, որ մեր ստուդիայում շատ երեխաներ կան։ Եվ բնականաբար տաղանդավոր երեխաներ, բայց հիշեցնենք, որ այսօր հունիսի 1-ը չէ։ Այսօր մայիսի 31-ն է եւ շաբաթ է, այսինքն ժամուկես մենք լսելու ենք հրաշալի երաժշտական կատարումներ։ Չենք մոռանում ոգևորել, ոգեշնչել մեր փոքրիկներին, ձեր ծափերով, ծաղիկներով, չգիտեմ, ջերմ խոսքերով, մեկնաբանությունների դաշտում եւ չենք մոռանում միանալ լայվին։ Մուտք եք գործում Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ, հետևում լայվին, դիտում ոչ միայն լսում, երգում փոքրիկների հետ հավասար, ինչը ոչ նաև պարում, ուրախանում, մի խոսքով եկեք միասին ընկնենք մանկության գիրկը։ Դե իսկ տաղանդավոր երեխաներին անշուշտ պետք է փնտրել ռադիոտանը, մեզ մոտ, հանրային ռադիոյում։ Հիմա կբացվի ընդհանուր պլանը, կադրը եւ դուք կտեսնեք մեր հրաշքներին։ Մեր հարազատ հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլն է եթերում եւ իհարկե գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը մեր գործընկեր, շատ սիրելի բարի լույս բոլորին։ Բարի լույս, ողջույն։ Բարև ձեզ։ Ո՞նց եք երեխեք։ Ապրեք, երեխաները մեզանից կարգապահեն, քանի որ նրանք մեր նման վաղ են արթնանում, այսպես կազմակերպված, գալիս են բոլոր փորձերին եւ ընկեր Վահեն, գոհ է։ Թերևս։ Իրականում Արևիկի երեխաները շատ կարգապահ են, որովհետեւ որքան կողքից մենք հնարավորություն ենք տեսնելու, դիսցիպլինան շատ կա եւ սա շատ կարեւոր է։ Կարող ենք ասել, որ երեխաները ոչ միայն երգել եւ պարել են սովորում կամ ձայնագրություններում հմուտ են դառնում, բեմում հրաշալի ելույթներ են ունենում, այլև նրանց մարտտեսակն է պատասխանատվություն, կազմակերպվածություն, հա, այս կարևոր հատկանիշներ են ձեռք բերում։ Անշուշտ, իհարկե, առաջին հերթին մարտտեսակը պիտի լինի լավը, որից հետո նոր անցնենք արվեստին։ Իսկ մարտտեսակը դա միայն այսօրվա խնդիրը չի լուծելու, 47 տարի է արդեն Արևիկը գնում է այդ ուղղությամբ եւ ինձ թվում է ավանդույթներից մեկն էլ հենց դա է։ Այո, շարունակվում է։ Ինչ ասեմ, ոչ միայն ձայնագրություններ, ոչ միայն երգել, ոչ միայն պարել, ոչ միայն իրենց համերգները վարել, նաեւ շատ կարեւոր է, այո։ Արևիկում միշտ տոն է, մենք դա գիտենք, բայց դա թերևս կարևոր տոներից է նաև երեխաների պաշտպանությունը հունիսի 1-ին եւ քանի այդպիսի տոների է նախապատրաստվել եւ ինչպիսի մեծ մասնակցություն է ունեցել խումբը այս անցած տարիների ընթացքում, տասնամյակների ընթացքում, ինչպես եք պատրաստվում նշել այս տարվա 2025-ի հունիսի 1-ը։ Այս տարի շատ բեղուն տարի եղավ, այս մի քանի շաբաթը մեզ համար իրոք շատ կարեւոր է, որովհետեւ մենք վրա ունեցանք շատ համերգներ եւ ամեն ինչ դեռ արժևում է։ Եվ ամեն ինչ դեռ արժևում է, որովհետեւ վաղը մենք մեկնում ենք Հրազդան։ Հրազդանի կենտրոնական հրապարակում մենք ունենք բացօթյա համերգ։ Ահա թե որտեղ կարելի է փնտրել արևիկցիներին վաղը։ Եվ մեզ կլսեք այդտեղ։ Բացի դրանից այս տարի մենք շատ հետաքրքիր մի լավ նախաձեռնություն ունենք։ 47 տարիների ընթացքում ճիշտ է, էստրադային սիմֆոնիկի հետ միասին հանրային ռադիոյի Արևիկը ունեցել է բազմաթիվ ելույթներ, բայց դրանք եղել են 1 կամ 2 համարով։ Իսկ ամբողջական համերգ ձևաչափով այս տարի ամսի 3-ին մենք կունենանք ամբողջական համերգ էստրադային սիմֆոնիկ նվագախումբ եւ Արևիկ Արամ Խաչատրյան մեծ համերգադահլիճում։ Կարող ենք ասել, որ դա յուրատեսակ փորձառություն է երեխաների համար օրկեստրի հետ ելույթ ունենալ։ Մենք գիտենք, որ մինուսով երգելը այլ է, կենթանի նվագակցությամբ ելույթ ունենալը բոլորովին այլ եւ գերագույն հաճույք է եւ նաեւ ինչ որ առումով դժվար է։ Այո, որովհետեւ պատասխանատու այս տարիքից օրկեստրի շատ, բայց նաեւ գիտեք դա տոն է։ Ինձ թվում է երեխաների համար առաջին հերթին, որովհետեւ պատկերացնում եք քերիներ, մորաքույրներ, հորեղբայրներ, չէ, մեծ նստած մեծիկներ եւ իրենց նվագակցում են։
Եվ ոչ միայն նվագակցում են, դա հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբն է իր շատ հանրահայտ գեղարվեստական ղեկավարով Երման Դերզնկյանով։ Դա արդեն բավականին լուրջ մեծ պատիվ է եւ մեծ փորձություն եւ բնականաբար պահանջում է աշխատանք։ Աշխատանքները արվում են ոչ միայն փորձասենյակում, նաև այստեղ են արվում փորձերը։ Երեք մենք արեցինք առաջին փորձը, ամսի 2-ին կանենք երկրորդ ընդհանուր փորձը եւ մենք ունենք նաև անակնկալներ, այսինքն անակնկալները մեր հայտնի երգիչներն են։ Հրավիրված արտիստներ։ Այո, հրավիրված արտիստներ։ Բայց ես պատմում եք, չեք ասում, երբ է համերգը 3-ին։ Ամսի 3-ին, հունիսի 3-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգադահլիճում։ Այսօրվա եթերաժամի ընթացքում դեռևս մեկ անգամ կանդրադառնանք համերգին։ Հուսամ տոմսեր դեռ կան, շտապեք ձեռք բերել։ Իսկ հյուրերի կարգավիճակով, այսինքն անակնկալների կարգավիճակով բաց են փակագծերը միգուցե։ Ասեք։ Ավելի հետաքրքիր կլինի։ Ուրեմն երեխաները կերքեն Զարուհի Բաբայանի հետ, կերքեն Արթուր Իսպիրյանի հետ, Վարդան Բադալյանի հետ եւ Նաիրա Մանուչարյանի հետ։ Հրաշք։ Շատ հայտնի երգեր են լինելու, բացի հայտնի երգերից նաեւ լինելու են նոր երգեր, Արևիկի ոսկե ֆոնդից բացի նաեւ լինելու են նոր երգեր, որոնք առաջին անգամ կհնչեն, որոնք հետագայում կընդգրկվեն ոսկե ֆոնդում։ Հետո կդառնան ոսկե ֆոնդ, ծաղկակաղ եք արել, էլի, այսպես խառնել եք։ Փաստորեն, ես մի բան ֆիքսեցի, որ այդ հունիսի 1-ին, որ բոլորը այդպես գնում են տարբեր բացօթյա միջոցառումներ եւ այլն, այսպիսի մեծ համերգ, ահա, համերգասրահում, օրկեստրով, կարելի ասել, որ գրեթե չի եղել, հա։ Չէ, եղել է, գրեթե եմ ասում։ Մեկ կամ երկու համարով եղել է։ Բայց ամբողջական համերգ չի եղել։ Ամբողջական համերգ չի եղել, որովհետև իրոք դա մեծ պատիվ է եւ մեծ փորձառություն եւ մեծ փորձություն նաեւ։ Այսինքն ստացվում է, որ փոքրիկները կարող են ասել, այսօր գնում եմ համերգի, գնամ համերգ նայեմ, հատուկ մեզ համար է այդ համերգը, մեծ համերգասրահում։ Մեծիկները եւ փոքրիկները մեզ համար համերգ են տալիս։ Այդ ասացիք, որ արդեն փորձեր ունեցել եք նվագախմբի անդամների հետ։ Փոքր սերունդ, մեծ սերունդ, հարաբերությունները։ Վայ, ոնց են սիրում մեծիկները փոքրիկներին։ Վայ, այդ անպատմելի բան է, պետք է ուղղակի նկարել եւ ցույց տալ։ Ինչ ասեմ, բոլորի դեմքին ժպիտ է։ Մեծերի մասն է խոսքը։ Իսկ երեխաները միշտ են ժպտալով, այնպես որ մեր այսօրվա ռադիոհամերգը ուղիղ եթերում յուրատեսակ փորձ է համերգից առաջ կարելի ասել։ Հաշվետու էսպես փորձ է եւ ինչից ենք սկսում, եկեք սկսենք։ Եկեք սկսենք, ասենք Աստղիկների երգից կարող ենք սկսել։ Աստղիկների երգով սկսենք։ Խոսքերը Նանսեն Միքայելյանի, երաժշտությունը Ռոբերտ Պետրոսյանի, այսինքն մեր Արևիկի առաջին գեղարվեստական ղեկավարինն է։ Երեխաները արդեն պատրաստվում են, արդեն պատրաստ են։ Մեզ մնում է ասել, որ ռադիոհամերգը մեկնարկում է։ 83 թվի երգ է սա, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Պետրոսյանը այդ ժամանակ է ձայնագրել, կարող է եւ ավելի շուտ է գրել, չգիտեմ։ Միգուցե։ Գնացինք։
Այո, ծափեր են հնչում հատուկ ձեզ համար, հրաշք փոքրիկներ, այսպես որ ասում եք ընկնենք մանկության ջինջ, բարի, լուսավոր աշխարհ, այս սա նկատի ունեի, որովհետև Արևիկի յուրաքանչյուր երգ եւ երեխաների ժպիտներն ու կատարումները տանում են մեզ իսկապես յուրատեսակ մաքուր աշխարհ։ Այո, եւ դա այդպես միշտ է եղել, տասնամյակներ շարունակ արևիկցիները մեզ մատուցել են մաքրամաքուր, այսպես հա, պրոֆեսիոնալ երաժշտություն հատուկ մանկական լսարանի համար։ Ես տեսնում եմ, որ սերնդափոխություն է տեղի ունենում։ Ինչպես է հրաժեշտ տալիս այն մասնակիցներին, հա, Արևիկի կարևոր ներկայացուցիչներին, որոնք արդեն կարելի ասել տարիքն առել են Արևիկի համար եւ պիտի գնան ուրիշ աշխարհ։ Շատ դժվար է իհարկե բաժանվել այսպես կոչված մեծերից, հա, որովհետև մի ընտանիքի պես է այս ամեն ինչը եւ պատկերացրեք, ասենք ընտանիքի անդամներից մեկը առանձնանում է գնում է։ Մեծացավ գնում է։ Մեծանում ու գնում է։ Այս բարակայում կարելի է հանգիստ ասել աչքի սառած չմեծացած երեխայի է, այդ արտահայտությունը շատ տեղին է։ Հետո բացի դրանից կա այսպիսի, ես միշտ այդ համեմատություններ եմ անում, չէ, որ ասենք ճուտիկները, որ մեծանում են, հետո բնից թռնում գնում են, չէ։ Մայրական բնից, հայրական բնից թռչում գնում են։ Բայց տեսնում եք փոքր տարիքից գալիս են ձեզ մոտ, մեծանում են, աճում են, տեսնում եք նրանց զարգացման տարբեր փուլերը։ Անպայման։ Այս տարիների ընթացքում ինչ է փոխվել առհասարակ երեխաների հետ աշխատանքում եւ նաեւ նրանց ընկալումներում։ Չէ՞ որ սերունդները փոխվում են իրենց մտածողությամբ, այո, թերևս սերունդները փոխվում են, բայց երեխան երեխա է մնում։ Այսինքն երեխան ինքը իր բնույթով միշտ էլ մնում է ազնիվ, միշտ էլ մնում է բաց եւ միշտ էլ մնում է շատ արագ արձագանքող։ Ինքը կեղծիք չի ընդունում, երեխան կեղծիք չի ընդունում։ Ես դա ոչ միայն ասում եմ երեխաների ներկայությամբ, կարող եմ իրենցից հետո էլ ասել կամ նաեւ իրենց էլ ասել, այո, կեղծիք չի ընդունում երեխան եւ դրանով իսկ մեծերին պետք է մեկ անգամ եւս հորդորել, որ լինեն ազնիվ, միայն ազնիվ երեխաները ցանկացած գործում։ Մանավանդ այսպիսի գործում, երբ դու գործ ունես բեմի հետ, երբ գործ ունես արվեստի հետ, իսկ արվեստը լինում է միայն մաքուր եւ ազնիվ։ Ամբողջ օրը գրեթե անցկացնում եք երեխաների հետ կամ նրանց աշխարհում։ Բա հետո իրականության հետ առերեսվելը դժվար չի։ Իհարկե դժվար է։ Ոնց եք կարողանում ֆայել այդ բալանսը։ Այնքան ենք հոգնում, որ երեկոյան երբ գալիս եք տուն, արդեն բանկա, չէ, այսպեսի խոսքը, ասում եմ, ռուբիլնիկը քաշում ենք փորձում ենք։ Փորձում ենք, հա։ Այսպես է փորձում լեզու գտնել կամակոր բալիկների հետ։ Ոյ, գիտեք, հեշտ է, որովհետև իրականում երեխաներին, երբ որ դու բացատրում ես իրենց լեզվով եւ բացատրում ես իրենց տեսանկյունից, երեխաները շատ արագ ընդունում են դա։ Թարապես կամակորությունը գուցե մի քիչ ըմբոստության նշան է, ինչ որ բան գուցե մենք այնպես չենք արել, որ երեխան ըմբոստանում է։ Այստեղ սա էլ պիտի հաշվի առնենք։ Այստեղ on-line հարթակում այնքան սրտիկներ եք ստացել, չեք էլ պատկերացնի։ Այո, բարի լույս բոլորին, Արտակ Մխիթարյանն է գրում, սրտիկներ են ուղարկում, բարի լույս սիրելիներս, բարի լույս խաղաղ օր, բարի լույս ամենաերանդուն հաղորդավարներին, շնորհակալություն։ Արևիկը միշտ տարբերվել է իր յուրահատուկ մանկական երգացանկով եւ մատուցմամբ, Լուսինե անունով օգտատերն է գրում, այո, դա իսկապես այդպես է, եւ Արևիկը կարծես միշտ տարիների ընթացքում եղել է նշաձող, որակյալ մանկական երաժշտության տեսանկյունից, մենք հաճախ ենք տեսնում ու բազմիցս այս եթերում խոսել ենք, որ տարբեր երեխաների ելույթներ ենք տեսնում, որ երգում են մեծահասակների երգեր, որոնք բացարձակ իրենցը չեն։ Իհարկե, եւ պետք էլ չի որ երգեն։ Շատերն ասում են, որ մանկական երգերը քիչ են մանկական երգերը։ Մանկական երգերը քիչ չեն, ուղղակի պետք է ճիշտ տեղում դրանց գտնել եւ գիտեք, մեր ժամանակակից կոմպոզիտորներն են բավականին մեծ թվով մանկական երգեր են գրում այսօր։ Ուղղակի պետք է պեղել, գտնել, հետաքրքրվել եւ չասել, որ քիչ է, որովհետեւ նստած տեղում ոչ ոք չի բերի եւ քեզ չի տա ոչ մի բան։
ինչ է արվում այդ հարստությունը ել ավելի լայն տարածելու համար, որտեղ եղել են դեպքեր, երբ այ անցնում ես որևէ մանկապարտեզի մոտով եւ լսում ես այնտեղից հնչող երաժշտությունը, որը մեղմ ասած երեխաների համար չէ։ Եվ հետո երբ զրուցում ես պատասխանատուների հետ, ասում են դե չունենք։ Եթե կարող եք նվիրեք մեզ։ Ասում են, որ չեն կարողանում մինուս տարբերակները ձեռք բերել, դա հանդեսների համար, այ ինչ անել, որպեսզի այս երաժշտությունը տարածվի եւ փոխանցվի։ Առաջին հերթին անձնական տարբերակով, այսինքն թող գրեն ինձ, թող եւ գտնեն։ Ես մեծ հաճույքով բոլոր ցանկացողներին տրամադրում եմ եւ պլյուսները եւ մինուսները, որպեսզի երեխաները կարողանան այդ երգերը սովորեն, հանդեսներին ելույթ ունենալ, դրանց վրա մեծանան, հա, այդ երգերի տակ մեծանան եւ ավելորդ ինչ որ բաներ չսովորեն կողքից, որը իրենցը չի։ Այո։ Բացի դրանից հանրային ռադիոն մեծ լսարան ունի եւ ինքն էլ է նպաստում այդ ամենին, որպեսզի մենք կարողանանք սփռել մեր լսարանի միջոցով երգերը մանկական ու նաև Արևիկը շատ ակտիվ է իմիջիայլոց, ասեմ, բոլոր մեծ եւ փոքր համերգների ժամանակ, պետական միջոցառումների ժամանակ, հոբելյանների ժամանակ միշտ Արևիկը այսպես առաջին գծում է, առաջին շարքում է եւ դա էլ է ինձ թվում է նպաստում։ Իհարկե ցանկալի է որ մի քիչ ավելի շատ լինեն համերգները, շատ ավելի շատ, այսինքն օրը մի քանի հատ։ Օրը 2 հատ հանգիստ կարող եք մենք տալ համերգ։ Մի հատ առավոտ, մի հատ երեկո։ Կամ մի հատ ցերեկը, մի հատ երեկո։ Այսօր չունեք երեկոյան համերգ։ Երեկոյան չէ, մենք այսօր ունենք եթերից հետո ունենք փորձ վաղվա համերգի համար։ Ու ես վստահ եմ, որ նրանք ունեն անսպառ էներգիա։ Հաստատ։ Եվ վայելում են ամբողջ ընթացքը։ Հաստատ, որովհետև իրականում մենք իրոք դուք ճիշտ նշեցիք, երեխաները անսպառ էներգիա ունեն եւ այդ էներգիան ուղղակի պետք է ուղղորդել։ Ճիշտ է։ Դե այն որ ասում են անդադար հեռախոսների մեջ են, պարապությունից են հեռախոսի մեջ։ Ճիշտ տեղ տարեք զբաղվածություն ապահովեք, նրանք ժամանակ չեն ունենա։ Որտեղ Վայ Հայրապետյանն է, այնտեղ երեխաները հուսալի ձեռքերում են։ Դե ինձանից առաջ էլ են եղել մարդիկ, ովքեր շատ շարունակում եք այդ ավանդույթները եւ շարունակում։ Մենք տեսնում ենք շատ լավ բաներ մեր իրականությունում, շատ լավ գործեր ու դրանց հիմքում միայն ու միայն նվիրյալներն են։ Ու մենք հասկանում ենք, որ գործի նվիրման շնորհիվ է, որ այդ աշխատանքը կատարվում է եւ տեսանելի արդյունք կա։ Այս բարական վառ ապացույցն է, այստեղ on-line հարթակում Սամվել Դանիելյանն է գրում ջերմ բարևներ բոլոր արևիկցիներին ու պարոն Հայրապետյանին, Գայանե Գաբրելյանն է ասում սիրում ենք հին ու նոր արևիկցիներին, շնորհակալություն կոմպլիմենտի համար, մենք ձեզ շատ սիրում ենք, Լալա Կարապետյանն ասում է արևաշող արևներ միշտ փայլեք ու լցրեք աշխարհը ձեր լույսով, իսկապես դա շատ կարևոր է, եւ այստեղ մենք միշտ տեսնում ենք, որ տարատեսակ միջոցառումներ են տեղի ունենում փոքրիկների համար, բայց թերագնահատում են տեսակ փոքրիկների ընկալումները շատ պարզունակ են այդ ներկայացումները շատ պարզունակ այս պարագայում կարող ենք ասել որ կա համերգ որը լայնամասշտաբ համերգ է երեխաների համար է բայց բարձր սանդղակի վրա է եւ երեխաների այսպես ասած հնարավորություններն ու մտածողությունը թերագնահատված չէ Իհարկե, տեսեք, վաղվա մեր համերգային ծրագիրը ամբողջությամբ տարբերվում է Վաղվա թե ամսի 3-ի Վաղվա համերգային ծրագիրը տարբերվում է Հրազդան քաղաքի, այո։ Հրազդան քաղաքի մասին է խոսքը։ Այո, Հրազդան քաղաքի ծրագիրը բացարձակ կապ չունի ամսի 3-ի ծրագրի հետ։ Այսինքն մենք վաղը ներկայացնում ենք բոլորովին ուրիշ ծրագիր, որի մեջ մտնում են մուլտֆիլմերից երգեր, հայտնի ֆիլմերից երգեր, մանկական եւ այլն, իսկ արդեն ամսի 3-ի ծրագիրը մի քիչ ավելի, այսպես ասած, փոքրամեծական է կամ մեծափոքրական է։ Այսինքն Արևիկը հեղինակավոր համերգասրահում է վերջում պետք է ելույթ ունենան։ Արևիկը միշտ ունեցել է բազմաթիվ, տեսեք, վերջին 5 տարիների ընթացքում մեր երգացանկում եւ երեխաները դրանք էլ դա էլ գիտեն մեր երկացանկում կան այսօր արդեն դրված 170 երգեր իսկ բավականին մեծ աշխարհ իսկ 5 տարվա ընթացքում դա բավականին լուրջ թիվ է այո միանշանակ եկեք շարունակենք խոսում որ մյուզիկլներ կան բայց դրա մասին ավելի ուշ
Ինչ ենք լսելու հաջորդի։ Տեղափոխվենք հեքիաթների գիրք, հա? Տեղափոխվենք հեքիաթների գիրք, խոսք Կարո Վարդանյանի, երաժշտությունը Արամ Սաթյանի։ Հեքիաթների գիրք։ Կրկին ծափեր մեր եթերում ապրեք հրաշքների համար շարունակում ենք երաժշտական առավոտը մեր սիրելի հանրային ռադիոյի արևիկցիների հետ հետարքիր այստեղ կանգնած երեխաներից բոլորը պետք է երգիչ դառնան ապագայում Չեմ կարծում թող ձեռք բարձրացնեն նրանք ովքեր որոշել են երգիչ դառնալ Պաստորեն Գերակշիռ մասում Տնից անակնկալ ունեմ պաստորեն ես Դու չգիտեիր այդ մասին Ես էլ չգիտեի Ինչն է հետաքրքիր որ հենց այս հարթակից հենց արևիկից երեխաները կարողանում են ճիշտ ընկալել բեմը առհասարակ եւ զգալ երաժշտությունը նաեւ անել այնպես որպեսզի աստղայինը չտանի հենց այս տարիքից Դա շատ ծանր գործ է Կիսվեք խնդրում այդ գաղտնիքով թող լսեն նաև նրանք ում աստղայինը արդեն շուտվանից տարել ու պրծել է Տարել եւ կորցրել ու հետ չի բերում Գիտեք աստղային հիվանդության վարակվածները ոնց է կանում շատ արագ լքում են արևիկը ինստինկտիվ են լքում Իրենք իրենց են գնում Հա իրենք իրենց գնում են որովհետեւ գիտեք առաջին հերթին սա կոլեկտիվ է Սա անսամբլ է իսկ անսամբլում չեն կարող լինել այսպես ասած հայերեն ասած յանը տարած աստղերը Իդեպ տարբերվում են նաև այն աստղերը այսօրվա ովքեր սերել են հենց արևիկից Այո նրանք տարբերվում են Հիմք ենք տեսնում ճիշտ Այո իրենց պահվածքով Դա էլ է ավանդույթների շնորհիվ երևի գալիս մեզ հասնում որ այո աստղերը այսօրվա շատ հայտնի մարդիկ աստղային հիվանդությամբ չեն վարակվել, ովքեր եղել են արևիկում։ Սկսել են արևիկից։ Եվ որովհետև փոքրուց մեծամեծերի հետ են շփվել։ Այո, բազան են ամբողջական։ Բազան հետո ներողություն այս շենքում, որտեղ որ մենք ենք գտնվում, այնքան կատարյալ ու հրաշալի էներգիա կա, որը մեզ բոլորիս է ուղղորդում։ Ես միշտ ասում եմ, որ հանրային ռադիոյի պատերն են նույնիսկ խոսում պատմության մասին ու այն մեծամեծերի մասին, որ ժամանակին այստեղ են եղել, հավաքվել են։ Ու կարծում եմ, գուցե ենթագիտակցական մակարդակում, բայց փոքրիկները այդ ամենը վերցնում են։ Այստեղ Լուսին Վարդանյանն է գրում Արևիկը միշտ իր բարձր ազնիվ բարի պրոֆեսիոնալ մակարդակի վրա է։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր բալիկները կրթվում եւ մեծանում են մեծերի հետ, մեծանուն
Ահա, ասում է անորակ մուլտերի փոխարեն արևիկ լսեք, շատ ճիշտ եք ասում, այո։ Կանաչ ճանապարհ բոլորին, հատկապես իմ սիրելու թորնուհի Միային Սամվել Դանելյանն է գնում, ԽՑԲ-ն արթնացել է, էլի մենք դա նկատում ենք այսպես շատ ակտիվ գնում։ Իհարկե շատ լավ է, ոգևորեք եւ ոգեշնչեք ձեր փոքրիկներին։ Դուք ասում եք, որ ծրագիրը բազմազան է եւ երեխաները կարող են ունենալ 2 օրում 3 համերգ օրինակ, երեքներ տարբեր ծրագրացանկով։ Այսինքն իրենք այդքան պատրաստ են, որ արագ էսպես դնում եք երկերը եւ այդպես կարող են Չէ, մեր պարուսույցը եւ երկուսույցը այդ առումով մենք դեռ կխոսենք նրանց։ Այո, շատ մեծ գործ են անում, ես ոչ թե ասում եմ զուտ գովելու համար, ուղղակի փաստում եմ այդ մասին։ Հսկայական աշխատանք են կատարում երեխաների հետ, որպեսզի կարողանանք մենք այդ ամեն ինչին հասնել։ Բացի դրանից նաև չմոռանամ ասել Քրիստինա Կարապետյանի մասին, ով մեր ադմինիստրատիվ կազմի մեջ է մտնում։ Մի ծանր գործել նա է անում։ Հսկայական գործ է անում։ Հսկայական։ Այսքան երեխաներին ժամադրել, վայրը նշել, որպեսզի ոչ ոք չուշանա, կազմը պատրաստ կան, հասնեն։ Ինչ ասեմ, ինքը բոլորի մորաքույրն է, հորաքույրն է, բոլորի Եվ քանի այդպիսի հորաքույրներ եւ մորաքույրներ ունեք։ Ինչ։ Քանի այդպիսի հորաքույրներ եւ մորաքույրներ ունեք։ Հա, ահագին։ Ահագին։ 3 հոգի։ Այստեղ մի բան էլ, այս բացի դրանից, հա, ուսուցչական կազմ, երեխաներ, այնտեղ երանկյունի է, երկու կողմով չավարտվեց ամեն ինչ, ծնողները։ Ծնողներն էլ իրենց հերթին, ծնողները մեծ օգնություն են մեզ ցույց տալիս, որովհետև նախ առաջին հերթին բարյացկան վերաբերմունքը շատ կարևոր է։ Շատ կարևոր է նաև ընկալել եւ ընդունել այն, ինչ որ իրականում մենք անում ենք, այսինքն մենք ամեն ինչ անում ենք հանուն արվեստի եւ հանուն երեխայի իրականում, որովհետեւ տեսեք, ես որևէ խմբի չեմ ուզում ինչ որ թերագնահատել, ուղղակի ասեմ, որ Արևիկում քանի որ բացարձակ անվճար է ամեն ինչ։ Այո։ Եվ դրա մասին փաստել եմ ու ելի պիտի փաստեմ, բացարձակ անվճար լինելով հանդերձ մեր մեծագույն նպատակը, մեր գերագույն նպատակը դա երեխաներին ճիշտ կրթելն է, ճիշտ դաստիարակելը եւ ճիշտ հասցնելը այն նրան, ինչ որ Արևիկը միշտ եղել է եւ պիտի լինի։ Իզուր չի, որ արդեն 5-րդ տասնամյակն է Արևիկը կա։ Ասեմ ավելին, տեսեք Մզիուրին Թիֆլիսում Արևիկից մի 5-6 տարի առաջ կազմավորվեց, բայց Մզիուրին 90-ականների առաջին կեսին արդեն դադարեց գոյություն ունենալ։ Որովհետեւ դժվար է, շատ դժվար է։ Շատ դժվար է պահելը, թվում է թե հադե ինչ է, որ երեխա են էլի երգում են։ Ոչ է, դաժան է, այդքան երեխա մի տարածքում։ Շատ մեծ աշխատանք է։ Այ դուք խոսեցիք, որ անվճար է ամբողջությամբ Արևիկը։ Այս պարագայում կարծում եմ, որ ընտրությունն է բարդ եւ այնպես չի, որ շատ հեշտ կարող են երեխաները ընդունվել։ Եղել է դեպք օրինակ, այդ մտքովս անցավ, որ շատ տաղանդավոր երեխա է եղել օրինակ, բայց վարքային առումով մտածողության տեսանկյունից բացարձակ մոտ չի եղել Արևիկի վարքու կանոնին եւ դուք ասել եք ցտեսություն։ Այո, եղել է, որովհետեւ ես անուններ չտամ, որովհետեւ ես երեխաներին շատ եմ։ Իհարկե, չէ, բոլոր երեխաներին։ Ես չասացի, որ ասացի չի համընկել Արևիկի։ Այո, բոլոր երեխաներն են շատ տաղանդավոր, ընդհանրապես։ Բոլոր երեխաներն են շատ լավ, բայց ոչ բոլորն են արևիկցի։ Մենք քիչ անց կհասկանանք, թե ինչ է պետք արևիկցի դառնալու համար։ Այստեղ օրինակ ծնողներից մեկը Լուսինեն գրել է արևիկցի լինելը արդեն իսկ որակի չափանիշ է, այսինքն ներքին դուք գիտեք արևիկցի։ Հասկացանք իրար։ Եկեք մի երգ լսենք եւ մեզ կասեք, թե ինչպես դառնալ արևիկցի։ Եկեք մի քիչ այսպես լրջանանք, հա, որովհետև հիմա հնչելու է շատ հայտնի մի երգ Վաղարշակ Հարությունյանի խոսքերով, Արտեմի Այվազյանի երաժշտությամբ մեր շատ հայտնի Քարավանը։ Քայլիր թեթև իմ քարավան դեպի արև, դեպ Հայաստան։ Գնացինք։
կրկին ծափեր են հնչում մեր եթերում, բրավո։ Այստեղ on-line հարթակում կան բազմաթիվ մեկնաբանություններ, դրանցից մի քանիսը արագ ընթերցեմ։ Մամիկոն Անդրեասյանն է գրում բարի լույս բոլորին, այս ֆիլտրացնող հաղորդմանը մաղթում եմ երկարատև եթեր եւ հատուկ ողջույնս Վահե Հայրապետյանին, ով իր գործին նվիրյալ լինելով սերունդին սերմանում է կատարողական ճաշակ եւ որակ։ Սամվել Դանելյանն ասում է, որ Իջևանից հատուկ գալու է հունիսի 3-ի համերգի համար։ Այո, մեր սիրելի հրաշք Արևիկ, հրաշք բալիկներ, եւ այստեղ Անահիտ Սովարյանն է ասում բարի լույս հայրաքաղաք Գյումրիից, մեր շատ սիրելի արևիկցիներ, շատ հաճելի է լսել ձեզ ու հպարտանալ, որ կհասնեք նորանոր բարձունքների ու տարբեր բեմերում կներկայացնեք մեր Հայաստանը։ Բրավո Արևիկ, հրաշք փոքրիկներ, հրաշք ղեկավար, ապրեն մեր արևիկցիները, բրավո։ Եվ զտող հաղորդումը։ Եվ զտող հաղորդումը, երաժշտական առավոտը։ Քարավանը շատ յուրահատուկ ձևի հնչեց իրականում, ինչպես է հաջողվում վերցնել արդեն սիրված ծանոթ երգերը մեծիկների կատարած եւ այնպես ադապտացնել, որ լսում էի հիմա երեխաների կատարումը, թվում էր թե իրենց համար է գրված։ Իսկ զբանը։ Ինձ թվում է Արտեմի Այվազյանը հենց այդպես էլ գրել է։ Այսինքն ինքը գրել է 6-ից մինչև 106 տարեկանների համար։ Ինձ թվում է, որովհետև դե տեսեք, խոսքը գնում է Հայաստանի մասին։ Շատ նուրբ գործիքավորմամբ եւ մանկական վոկալին համահունչ։ Այո, եւ իհարկե դրվածքը վոկալի շատ կարեւոր է, մտածողությունը հաղորդելը շատ կարեւոր է եւ հայրենասիրության խնդիրն է։ Իսկ հայրենասիրությունը ինքը չի պահանջում տարիք։ Հայրենասիրությունը հենց առաջին օրից մինչև վերջին օրը կան գործեր ի վերջո երբ մեր ականջը սովոր է լսել մեր մեծերի գաղները, բայց արի ու տես որ մանկական կատարումը հրաշալի է ուղղակի։ Իմիջայլոց ուզում եմ ներքին խոհանոցային փոքրիկ գաղտնիք բացել։ Կատարման ընթացքում ուշադիր հետևում էի ուսուցիչներին։ Պարոն Հայրապետյանը գաղտնի չափ էր տալիս երեխաներին իդեպ մեջքով նստած ու բոլոր երեխաները ֆիքսում էին դա, բայց միաժամանակ ուշադրություն էին դարձնում վոկալի ուսուցչուհու բոլոր հրահանգներին անձայն եւ պարը ուսուցին ուշադիր էին նայում թե ճիշտ են կանգ, այսինքն այս ամբողջ ընթացքում մենք տեսնում ենք թե ինչպես են աշխատում ուսուցիչները ու երեխաները ինչ հետաքրքիր կոնտակտի մեջ են։ Դուք ցավոք այդ ներքին խոհանոցային հատվածը չեք տեսնում, ուզեցի կիսվել ձեզ հետ, որպեսզի հասկանաք թե որքան կարևոր աշխատանք է կատարվում, իսկ համերգների ժամանակ էլ չասեմ։ Երևի թե հիմա մեզ վայեն կբացի գաղտնիքը եւ կասի թե ինչ է պետք արևիկցի դառնալու համար եւ ով կարող է համարվել արևիկցի։ Ոյ, արևիկցի դառնում են, հա, ոչ թե ինչ հատկանիշներ պետք է ունենա երեխան, որպեսզի առաջի դերթի երևի երաժշտական ունակություններ։ Դա մեկ։ Բավականին փայլուն երաժշտական ունակություններ։ Լսողությունը կամ կա կամ չկա։ Այո, գիտեք, այն ձեռքբերովի չէ, այո։ Այդպեսի երեխա չկա, որ լսողություն չունենա, մասնագետներն են ասում։ Այո։ Չէ, դե երեխա կա, որ երաժշտությունը չի զգում բարձրապես։ Տեսեք, լսողությունը դիտում է երկու տեսակի՝ ներքին եւ վերարտադրողական։ Այսինքն ներքին լսողությամբ օժտված են բոլորը, բացառապես բոլորն են, իսկ վերարտադրողական լսողությամբ օժտված են ոչ բոլորը։ Այսինքն կարող է ինքը ճիշտ լսել եւ ասում ես լավ, եթե դու լսում ես, որ ճիշտ չի, ապա երգից ճիշտը ինքը չի կարողանում վերարտադրել ճիշտը։ Դա նորմալ է։ Դա նորմալ է, որովհետեւ ոչ բոլորն են, որ դրանով օժտված են։ Դա մեկ, ռիթմի բավականին լավ զգացողության, որովհետև մեզ մոտ նաև պարային շարժումներ են, որոշակի նաև ճաշակով, որ հանկարծ չգա ու ասի, գիտեք, մեր տանը մենք հիմա միայն այսպիսի երաժշտություն ենք լսում եւ ինձ դուր չի գալիս, այնինչ դուք եք մեզ տալիս։ Դա էլ շատ կարեւոր է։ Որոշակի հաշվի ենք առնում նաև երեխայի նախասիրությունները, որ հասկանանք, տեսնենք ինչ է ինքը սիրում, ինչի համար է սիրում եւ այլ։ Եվ իհարկե մենք տալիս ենք փորձաշրջան բոլոր երեխաներին, ովքեր ընդունվում են։ Ժամանակ եք տալիս, որ բացվեն, հա, հարմարվեն։ 3 ամիսը առաջին փորձաշրջանն է, որպեսզի հասկանանք, տեսնենք մեր երեխան աճում է թե չէ։ 3 ամսից հետո
մի փոքրիկ այսպես քննության նման մի բան է հանձնում, այսինքն այն ինչ որ ինքը անցել է այդ 3 ամսվա ընթացքում, հետո մոտավորապես 1 տարի հետո էլի մի թեթև քննության պես բան, որից հետո նոր մենք հասկանում ենք, թե շարունակում եք ճանապարհը, երեխան այո, մերն է թե չէ, բայց այստեղ մի էլի շատ կարևոր փաստ կա, որը պիտի նշեմ։ Այդ ամբողջ բանը անցնելուց հետո շատ երեխաներ ուղղակի կարող են եւ չդիմանալ։ Ծանրաբեռնվածությանը։ Այո։ Այնուամենայնիվ հաշվի առնենք, որ շաբաթվա մեջ մեր սովորական փորձերը, եթե մենք ոչինչ չունենք, մենք ձայնագրություն չունենք, համերգ չունենք եւ այլն, 3 օր է եւ 2-2.5 ժամ մինչեւ 3 ժամ կարող են լինել փորձ։ Հաճախ ծնողները չեն դիմանում։ Դե հիմա ինչ արած, մենք էլ ուզում ենք, որպեսզի լինի որակ, դե բնականաբար իսկ որակը պահանջում է նաեւ Այստեղ մի հարց կա, տեսեք, ամեն ինչ կամավոր, այսինքն ծնողը երեխայի համար չի վճարում արևիկ այդ հաճախելու համար, բայց կարող է գալ մի քանի ամիս եւ օրերից մյուս պարզապես որոշել, որ երեխան վաղվանից չի գալիս։ Այ ինչ անել, ի վերջո տուժում է ծրագիրը, ի վերջո այդ երեխայի հետ աշխատանք է կատարվել, բարի մեջ ներդրում է կարել, այդպիսի դեպքեր են լինում։ Ինչպես է պահում կազմը։ Ինչ պատճառներով լինում են այդպիսի դեպքեր։ Երեխան ասենք չի հասցնում դպրոցի դասերը, կամ ասենք չի կարողանում կենտրոնանալ, կամ շատ է հոգնում գալով եւ այլն, շատ հարցեր կան այդ խնդիրների հետ։ Իմիջիայլոց ես հենց նոր տեղեկացա, որ տոմսարկում շատ քիչ քանակությամբ տոմս է մնացել հունիսի 3-ի համերգի համար։ Սա խոսում է նրա մասին, որ հրաշալի է, այդուհանդերձ որքան էլ ասում ենք, չի անորակն են սիրում, չէ, որակյալը միշտ իր տեղն ունի, շտապ եք ձեռք բերել տոմսեր, որովհետև շատ քիչ տոմսեր են մնացել։ Ես միշտ ասել եմ, տվեք ժողովրդին որակյալը եւ տեսեք, թե ինչպես է ժողովուրդը ընդունում։ Միանշանակ, իհարկե։ Վա ինչ եք անում, որպեսզի այ ծրագիրը չտուժի եւ կազմի այդ հաճախակի կամ չգիտեմ հազվադեպ փոփոխությունները չազդեն առհասարակ որակի։ Մի այսպիսի հետաքրքիր փաստ էլ կա, այդ ձեր ասացի հետ կապված, շատ անգամ ես դրա անունը փաստացի դրել եմ գլադիատորական մենամարտ այսպես մոտեցում, հա, այսինքն երեխաները երբ որ մի քիչ էփվում են, ես միանգամից հանում եմ համերգի։ Մենք հանում ենք համերգի։ Այսինքն մի հատ հասկանանք, տեսնենք այդ երեխան կկարողանա այդ ամեն ինչը բեմի վրա, հա, դա իհարկե իր բարեր ազդեցությունը գործում է։ Ոչ թե տարիներով աճացնել, հետո նոր մի անգամ բեմ հանել եւ այլ, որովհետեւ դա էլ ճիշտ չի։ Իհարկե։ Այսինքն պրակտիկ աշխատանք է։ Առաջին հերթին մարդը գալիս է, երեխային բերում է եւ ուզում է շատ չէ, բայց գոնե ասենք մի 1 տարի ու կես հետո գոնե տարի ու կես հետո ուզում է երեխային տեսնել բեմում։ Հնարավորություն կա նաև ասենք ավելի շուտ տեսնել բեմում բնականաբար եւ դա իր բարերար ազդեցությունը գործում է եւ դա էլ հիմնականում տալիս է այն խթանը, որ մենք կարողանում ենք որոշակի նաև խումբը պահել, այսինքն նրանք ովքեր որ շուտ թողնում են գնում են, նշանակում է իրենք պիտի գնան, իսկ ովքեր որ մնում են ուրեմն մնում են, իսկ արևիկի պահելու հարցով ռուսերեն այսպեսի խոսք կա, չէ, свято место пусто не бывает, այսինքն արևիկը երբեք դրա կարիքը չի ունեցել եւ կարծես թե չունի է։ Բայց որքան հասկանում եմ, հատկապես այս փոքրիկները ավելի երկար ստեղծագործական կյանք կունենան արևիկում, նկատի ունենալով, որ տարիքայինի հետ կապված, քանի տարեկանից են լքում արևիկը։ Հիմնականում 14 տարեկան մինչև 14-15 այսպես։ Չնայած եղել են դեպքեր, օրինակ մեր Լիլիան եւ Անին լքեցին արևիկը, երբ իրենց 18-ը լրացել։ Էն էլ զորով ուղարկեցիք, չէ՞։ Այ այդ դրա մասին եմ ուզում խոսել, ձեզ դժվար է բաց թողնել, բայց արդյոք իրենք կարողանում են հեշտությամբ գնալ։ Չեմ կարծում, որ հեշտությամբ կարողանում են գնալ, մանավանդ նրանք, ովքեր երկար ժամանակ են եղել արևիկում ու իրենց մասնիկն են թողել, հա, արևիկում, այդ շատ կարևոր։ Քանի տարեկանից են գալիս։ 6 տարեկանը լրացած։ 6-ից մինչև մինչև 10 տարեկան ենք մենք ընդունում, որpիսի գոնե մի 5 տարի այդ երեխան մերել։ Իսկ վերջին կետը 16-ն է։
Մինչև։ Գիտեք, մեր երեխաների հիմնականում աղջիկները աքսելերատ են, գիտեք։ Շուտ են հասունանում, տղաները չէ։ Տղաները մի քիչ ավելի ուշ։ Աղջիկները ավելի շուտ են հասունանում եւ սկսում են արդեն բոլորովին ուրիշ հետաքրքրություններ։ Դե այո։ Եվ այլն։ Հա, բայց կան նաեւ երեխաներ, ովքեր որ այո, մնում են, որովհետեւ իրենք սիրում են, իրենք դա համարում են իրենցը եւ թող մնան։ Ապրում են արևիկով։ Թող մնան, թող ապրեն արևիկով։ Ինչ լսենք հիմա։ Այո, շարունակենք, որպեսզի հասցնենք։ Ինչ լսենք հիմա։ Հիմա լսենք մանկական երգերից մեկը։ Շատ հայտնի երգ, խոսք Սուրեն Մուրադյանի, երաժշտությունը Մարտին Պապիկի, ինչպես ասում են երեխաները, Մարտին Վարդազարյանի, թզուկների երգը։ Ու կժպտանք վառ, ինչպես համերգի խորագիրն է, վառ ժպտա։ այս բան մեր այո, ծափեր մեր փոքրիկների համար, իսկապես ընկանք հեքիաթի աշխարհում, այո, թզուկների հետ վազվզեցինք, կարծում եմ դուք էլ հարգելի ռադիո լսողներ։ Եվ վերադարձանք տաղավար։ Այո։ Եվ տեսնում եք, որ Վայ Հայրապետյանի տեղ էսպես զբաղեցրել է վոկալի ուսուցչուհի Նայրա Մելիքյանը, բարի լույս։ Հմայ Նայրա Զինիկովնան, ինչպես սիրում են երեխաներն ասել, բարի լույս։ Ահա, եւ այս ամբողջ ելույթների արդյունքի կարևոր գլխավոր մասերից մեկը հենց ձեր ուսերին է դրված, որովհետեւ պիտի կարողանաք երեխաներին տալ այն հմտությունը, որպեսզի նրանք այսպես առավոտյան վաղ կանգնեն ու փայլուն ելույթ ունենան, երկեցողական մասը։ Դժվար է արդյոք երեխաների հետ այդ աշխատանքը կատարել։ Արդեն ոչ, Արդեն ոչ, չէ, անընդհատ մենք աշխատում ենք, անընդհատ զարգացնում ենք այն ինչ որ ունենք, դա խոսքը գնում է շնչառության մասին, հա, եթե մինչև այս համերգը ես ուզում եմ անպայման նշել, մենք աշխատում ենք, այսպես ասած, տանդեմով երգ եւ պար, հիմա այս համերգը շատ պատասխանատու է, մեծ փորձառություն է պահանջում, փորձություն էլ է նաեւ, որովհետեւ մենք աշխատելու ենք այս համերգին կենթանի գործիքների, հա, այդպիսի կայացած օրկեստրի հետ եւ երգիչների հետ, այսինքն դա ոչ թե 2, այսինքն 3, նույնիսկ 4 Այո, հա, շատ պատասխանատու է, դա պետք է եւ շարժումները լինեն, եւ օրկեստրին լսել, այո, լսել, որովհետեւ դուք շատ ճիշտ սկզբում նկատեցիք, հա, ասեցի պարոն Հայրապետյանի հետ զրույցի ժամանակ ես լսում էի, որ ուրիշ բան է ֆոնոգրամը, մինուսը ուրիշ բան է, երբ որ կենթանի օրկեստր է, այդտեղ դիրիժոր է, շատ անգամ իրենք պետք է կարողանան հետևի աչքերով եւ զգան եւ լսեն եւ նկատեն եւ շնչառությունը ճիշտ լինի, որտեղ երեխաները եւ երգում են եւ պարում են, հա, ճիշտ դիկցիան
եւ դիկցիա եւ լսողություն եւ ներքին լսողություն եւ ռիթմի զգացողություն այդ ամեն ինչը կոմպլեքսը դա շատ բարդ է, բայց համատեղումը շատ բարդ է իրականում։ Բարդ է, դա շատ պրոֆեսիոնալ բարձր հարթակի վրա է, բայց անհամեստորեն ասեմ ստացվում է դες ոտ այստեղ ծափեր հետև, որովհետև շատ կարևոր է եւ կարծում եմ սա հիանալի փորձառություն է փոքրիկների համար, հետագայում ավելի հեշտ։ Ես հիշում եմ, երբ գալիս են փոքրիկները հենց այս ստուդիայում ձայնագրություններ կատարելու, ամեն մեկ դուբլից ձայնագրվում եւ դուրս է գալիս, եւ մեր հնչյունային ռեժիսորներ, որոնք Հայաստանի լավագույն մասնագետներից են, ասում են հազար անգամ հեշտ է, որովհետև նրանք զգում են միկրոֆոնը, կարողանում են արագ ձայնագրվել եւ շատ արագ դուրս գալ։ Ինչը չես կարող ասել շատ մեծերի համար։ Արդեն։ Ինչ-որ չափով է։ Դժվար է այդ ամենասկզբնական փուլը, երբ նոր երգ պիտի դնեք, ձայնաբաշխումներն են կատարվում, փորձում եք այնպես անել, որ երեխաները զգան, դժվար է այդ ընթացքը։ Ամենածանր ընթացքը դա է։ Երեխաները տարբեր են, ամեն մեկը իրեն հմտություններ, ընդունակություններով եւ պետք է ճիշտ դա նկատել, բացել, հա, ամեն երեխա, նոր երեխան գալիս է, դա մի ամբողջ աշխարհ է եւ իմ աշխատանքն էլ եւ նաեւ դա է, որ բացել այդ աշխարհը հանդիսատեսի, ոչ որ մենք արևիկը ուղակի 4 պատի համար չենք աշխատում, մենք անընդհատ, ինչպես դուք ասեք, եւ ձայնագրվում ենք եւ տարբեր ժանրերում ելույթներ ենք ունենում, ես վերջերս մենք Հովհաննես Բադալյանի հարյուրամյակին էլի կենթանի հնչողությամբ ժողգործիկների օրկեստրի հետ ելույթ ունեցանք, նույնպես հեշտ չէ, բայց եթե բարդություններից խոսանք, մենք դա դժվար փորձում եմ հեշտացնել ամեն ինչը, հեշտ ձևով ներկայացնել, հեշտ պարզեցնել, որպեսզի իրենք ավելի հեշտ դա այդ հաղթահարեն, թե չէ եթե բարդացնեմ, շատ դժվար է։ Ստացվում է, որ ժողգործիկների հետ են ելույթ ունեցել, հիմա էլ էստրադային նվագախմբի հետ են ելույթ ունենալու։ Նաև այստեղ ոճային տարբերություններ կան, չէ՞, կախված առանձնահատկություններից կատարողականության։ Շատ ճիշտ նկատեցիք, շատ տարբեր են այդ կոնտրաստը մեծ է, ուրիշ բան է ժողգործիկ, ժողովրդական, երգի ներկայացնելը ուրիշ բան, մենք ներկայացնում ենք երեխաների ծրագրում ունենք ջազային ստեղծագործություններ, մեր կոմպոզիտորական, հայկական կոմպոզիտորական դպրոցի վար ներկայացուցիչների երգերն ենք երգում, որը արդեն եւ դասական են, տարբեր սերունդներ ներկայացրել են եւ տարբեր ինտերպրետացիաների մեջ է կոնկրետ հիմա իրենք երգում են մանկական թե բազմաձայն ներկայացնելով, հա, եւ կայացած արտիստների հետ դա շատ մեծ պատասխանատվություն է իրենց համար եւ պարտություն։ Նման հեղինակավոր համերգասրահում, նման հայտնի արտիստների հետ, բայց իսկ իրենք արդեն սովորել են, չէ՞, որ այդ արտիստների հետ ելույթ ունեն։ Գիտեք, երբեմն ես զարմանում եմ, թեկուզ վերջին անգամ մենք միասին էինք Լուսինե ջան, ոնց են իրենք կուլիսներում նայում ես երեխա է, հա, այդ իրենց խաղը եւ հենց արդեն իրենց հայտարարում են պետք է գնան վարագույր ու իրենց դեմքը, այն որ ես միշտ ասում եմ կերպարանափոխվում են շատ արագ։ Ժպիտը դեմքին, այո, որ ասում եմ ժպիտը հական, իրենք ինչպես ոնց որ կոնկրետ հական ժպիտը ու դուրս եկան։ Բայց այդ ամենին հասնել է պետք է վերջո, այնց միշտ հետաքրքրում է, արդյոք կա այստեղ հոգեբանների մասնակցություն եւ ձեզանից յուրաքանչյուր ինչպես է այդ դերը տանում լինել նաև հոգեբան, մայրիկ, մորաքույր եւ այլ եւ այլ։ Դուք ասացիք անհատականություններ են իրենք։ Տանը 1-2 երեխայի հետ լեզու չեն կարողանում գտնել, իսկ դուք այսպիսի մեծ խմբի հետ ինչպես եք լեզու գտնում։ Բացի նրանից, որ աշխատանքը տարվում է եւ մասնագիտական, թե ես, թե Պարուսույցը շարժումներ, ձայն դնել, երգ սովորել, շատ կարեւոր է, ինչպես դուք նշեցիք, հոգեբանական այդ մոտեցումը եւ իրենց պատրաստելը, հաղթահարել, ես այդ բառը չեմ օգտագործում, երեխեք հակաժների կփակեն հիմա այդ վախը, չէ՞ որ ես շատ հաճախ լսում եմ մեր կայացած արտիստներից, որ միջև հիմա էլ քանի տարի անցա ամեն անգամ
բեմ դուրս գալուց վախ եմ ապրում, դա նորմալ երևույթ է։ Լարվածությունը Այո, պատասխանատվություն ես միշտ եմ ասում, դա շատ նորմալ է ու առանց դրան դա հնարավոր չէր լինի, բայց շատ կարևոր է, որ իրենք փոքրուց, 5-6 տարեկան երեխան դուրս է գալիս բեմ ու արդեն դա իրեն համար նորմալ է, մի քիչ մեծանում է, ինքը արդեն այդ վախը, այդ Բարդույթը կարծես հաղթահարում է արդեն։ Այո, ճիշտ ասացիք։ Հիմա լսենք եւս մեկ երգ, կարծես թե ուրախ տրամադրությունն ենք լսելու, ճիշտ եմ, չէ։ Այո։ Խոսք Սուրեն Մուրադյանի, երաժշտությունը Ռոբերտ Ամիրխանյանի։ Հիմա թող փոքրիկները մեզ ուրախ տրամադրություն պարգևեն, ճիշտ է, առավոտից պարգևում են, բայց կարծում եմ ճիշտ ժամանակն է։ Այսպեսի ուրախ տրամադրություն արևիկցիներից։ Այո, ուրախ հաճելի տրամադրություն, որը նաև կփոխանցեն հունիսի 3-ին հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ համերգը նվիրված է երեխաների պաշտպանության միջազգային օրվան տեղի ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում, եւ չենք մոռանում, որ ելույթ են ունենալու Հայաստանի հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլն ու էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, եւ իրենք բոլորով հրավիրում են ձեզ անմոռանալի երաժշտական երեկոյի վառ ժպտա խորագրով։ Նաեւ տեղեկացնենք, որ երեխաների հետ ելույթ են ունենալու Սիրով Արթուր Իսպիրյանը, Զարուհի Բաբայանը, Վարդան Բադալյանն ու Նաիրա Մանուչարյանը։ Այնպես որ եթե ուզում եք ընկնել հեքիաթների գիրկը, ապա շատ արագ ձեռք բերեք վերջին մի քանի տոմսը, որպեսզի կտրվեք առօրյահոսերից, հայտնվեք իրահատ։ Իդեպ հա, երեխաներին լավ նվեր է եւ կարծում եմ իզուր չէ, որ մասնագետներն ասում են, որ երեխաները պիտի լսեն որակյալ երաժշտություն, որպեսզի ճիշտ ճաշակ ձևավորվի։ Հրաշալի տարբերակ է մանկական որակյալ երաժշտությունը սպասում է ձեզ։ Ընկերներով կարող են գնալ միասին ծնողներով, այսպես երեխաներով եւ պարզապես լավ ժամանակ անցկացնել։ Շատ լավ ժամանակ վստահենք այս պարագայում։ Այ դուք
երաժշտական ճաշակի մասին խոսք գնաց, արդյոք ուշադրություն եք դարձնում, թե նրանք արևիկից դուրս ինչ են լսում։ Այ արդյոք գալիս պատմում են այդ տանը, չգիտեմ, հայրիկի մայրիկի հետ այսպիսի երաժշտություն եք, հայրիկի մեքենայում այսպիսի բան եք լսել։ Չեն կիսվում ինչ են իրենք տանը լսում, բայց լինում է խոսակցության մեջ իրենք անկեղծանում են, ասում են, ինչպես անեմ, օրինակ այս պահը ոնց երգեմ, եթե դա ինչ որ մեր ֆորմատի մեջ է, լավ բարձր ճաշակի մեջ, այո։ Իսկ եթե վատ բան են լսում, ինչ եք անում։ Փորձում ենք ճիշտ խոսքերով դա ուղղորդել։ Ես կարծում երեխաները յուրաքանչյուր իրենց տանը ճաշակ է թելադրում, նաև տանելով այդ ամենը ռադիոտնից այստեղից արևիկից։ Կարծում եմ դա ամեն դեպքում տուն գնում է։ Իհարկե։ Այ հիմա թող ձեռք բարձրացնեն այն երեխաները, որոնք վատ երաժշտություն չեն լսում։ Դուք արդեն գիտեք լավն ու վատը որն է, էլի, որակովն ու անորակը։ Այնտեղ տղաներից մեկը մտածում էր բարձրացնի թե ոչ, որ կարծես բոլորը։ Եթե այստեղ են, եթե արևիկում են, բնականաբար ընտրում են որակյալ երաժշտությունը։ Կարծում եմ, երբ որ լավը գիտես, արդեն դժվար է վատին գնա։ Ես ուզում եմ նաև հասկանալ կուլիսներում համերգների ժամանակ ամենադժվարը ձեր երեքի գործն է եւ ամենածանր։ Դուք վստահ եմ երեքդ էլ ավելի շատ եք ուզում, քան փոքրիկները։ Արդեն ոչ։ Արդեն ոչ։ Արդեն ոչ լուսները։ Այդ ճանապարհը, հա։ Մեծ հետաքրքիր արդեն։ Գրիմանոցից դեպի բեմ։ Ինչքան եք վազվզում, հարկից հարկ, բարձանում վերև, իջնում, գտնում այս կամ այն երեխային։ Մենք աշխատել դուք մենք տեսել ենք այդ process-ը դուք տեսել եք, բայց հաճույք, չգիտեմ, ինձ դուր է։ Ժամանակին որպեսի բոլորը դուրս գան բեմ, ոչ ոք չպակասի, չուշանա։ Դա really ծանր աշխատանք է։ Բայց իրենք արդեն գիտեն ով որտեղ է, իրենք արդեն պատասխանատվությունն է իրենց մեջ կա։ Ես մի բան եմ նկատել, գալիս են համերգասրա, իսկ որտեղ է մեր դիմահարդարման սենյակը, իրենք առաջին հերթին փնտրում են այդ տարածքը։ Դե արդեն կայացած արտիստները շատ հրաշալի, այսինքն կազմակերպված են, գիտեն սկզբի համար որն է պետք, հետո որն է, հա, սա շատ կարևոր հիմք է։ Եվ այդ արտիստիկ կյանքի մեջ մտնելը, չէ, որ այս ամեն ինչ արվում է, որպես իրենք դուրս գան բեմ եւ կիսվեն այն ինչ որ իրենք այդքան ժամանակ արել են, պարապել են, սովորել են եւ կիսվեն հանդիսատեսի։ Նաեւ շփումը արդեն կայացած արտիստների հետ եւս շատ կարեւոր ձեռքբերում է։ Դա մեծ պատիվ է մեզ համար։ Նաիրա Զինիկովնա, շատ համերգներ կան, որ փակ տարածքում են, այդտեղ կարծես թե ձայնի խնդիր չկա, որովհետև փակ տարածք է, դրված է ձայնը եւ ավելի հեշտ է յուրաքանչյուր արտիստին ելույթ ունենալ, բայց բացօթյա տարածքներում միշտ չի, որ իդեալական պայմաններ են։ Այն ինչպես է կարողանում երեխաներին պատրաստել բացօթյա տարածքներում որակյալ ելույթի համար։ Հմտություններ կան, չէ՞, երևի թե մեծ արտիստները, հա մեծ ասակները տնջում են, բողոքում են, ինձ լավ չլսեցի, մոնիտորը այստեղ էր դրված, սա չկա, նա չկա, իսկ երեխաները ձայնային ռեժիսորների խնդիրն է, ինչ որ չափով, ինչ որ չափով ասում եմ, դա ձայնային ռեժիսորը ձայնը դնել, ապարատուրան ապահովել, հա։ Բայց մեզ մոտ ոնց է, դուրս ես գալիս բեմ, տեսնում ես չկա այդ ամենը։ Մոնիտորը հեռու է, չկա։ Գիտեք, այս տարին շատ հագեցած է եւ ես հիշեցի, որ աշնանը մենք մեկնել էինք Շիրակի մարզ ու այնտեղ կենթանի հնչողությամբ Իսահակյանի ծննդավայրում մենք համերգ ենք տվել, ձեր ասած բաց տարածության ու այնտեղ այնպեսի քամի էր, առաջի երկու երգը նորմալ էր, արև էր, իսկ հետո մի անգամից ցրտեց, չէ՞։ Այո, քամի էր ու պատկերացեք երեխաները աշխատեցին, հա, մինչև վերջ աշխատեցին, այնպես նավարի վրա ասեն գլուխ պահել չկար։ Եվ նույնիսկ ցրտին նրանք չեն նեղում, այսինքն այստեղ գալիս ենք նրան, որ կոփվում են։ Դե ձմռանը ամանորի հիշում եմ բացօթյա տարածքում ելույթ էին ունենում։ Այսինքն այստեղ մի մեծ դպրոց են անցնում, կյանքի դպրոց կարող ենք անվանել, հա։ Իզուր չէր որ գնացինք ու հասանք ձմեռ, որովհետև այս պահին մենք լսելու ենք մեր շատ սիրելի երգերից մեկը։ Այո, Ding Dong երգն ենք լսելու հիմա, երաժշտություն դարձյալ Ռոբերտ Ամիրխանյանի, խոսք Նանսեն Միքայելյանի։ Լսենք։ Ding dong,
Այսպիսի հիշողություններ շնորհիվ այս երգի, շնորհիվ արևիկցիների, մենք ուղիղ եթերում ենք եւ իհարկե կենթանի հնչողությամբ է մեր ռադիոհամերգը ինչպես միշտ։ Այստեղ որքան շատ մարդ հիմա անկավ իր մանկության գիրկը, բայց ամանորի հեքիաթի մեջ էլ է տարբերակով, որ երազանքներ էին պահում, նայում էին տոնածառի խաղալիքներին, այսպես կարող է Արևիկ անսամբլը իր կատարողականությամբ ու երգերի ընտրությամբ ձեզ տանել պատմության տարբեր հատվածներ, որոնք հաճելի հիշողություններ են դարձել։ Մենք խոսում էինք, որ փոքրիկները հենց փոքրուց գալիս են, մեծանում են, ձեր աչքի առաջ մեծացած երեխաներ են, եթե դիտարկենք, ապա ինչպես են, կարծում եմ օրինակներով, հա, դուք արդեն ունեք ընդհանուր տպավորություն, գալիս է երեխան, դուք տեսնում եք այդ աճը, այդ փոփոխությունը, կուզեի մի քիչ նաև այդ ընթացքի մասին խոսեինք, հա, վոկալային տվյալի փոփոխություն, տեսնում եք, որ սկզբում փակ էր, հետո ընդլայնվում են հնարավորությունները, բացահայտում է նաև ինքը իրեն։ Նայեք, տեսեք, խմբային աշխատանք է, հա, եւ շատ անգամ իրենք իրար նայելով, տեսնելով են դա այդ հաղթահարում այդ խնդիրները, սկզբից գալիս են բնականաբար փակ երեխա է, չգիտի ինչպես անի, ինչպես դրսևորի իրեն, բայց ընթացքում իրար նայելով ինձ շատ է դուր գալիս, երբեմն որ տեսնում եմ, նկատում եմ, որ երեխաներ իրար օգնում են, ես ամեն մեկին չեմ մոտենում, ասում էսպես ասա, այնպես արա, հա, իրենք նկատի ունեմ շարժումները իրենց դրսևորելու պահը, որ պետք է ցույց տալ, որտեղ մեր մենտալիտետի մեջ կա, չէ, այդ համեստ, հա, այդ ամոթխացությունը ցուցադրել, բայց երեխաները ասում են, իրար օգնում են, ասում են, սենց պետք է անես, սենց պետք է անես, այն ինչ որ ես ասել եմ, ես գնում եմ արդեն օգնականներ ունեմ, իրենք իրար արդեն օգնում են։ Այսինքն այստեղ ամուր ընկերության հիմք է դրվում նաև, հա։ Այո, դա էլ կարելի է ասել, որ դա է։ Բայց կան նաև մեկը մյուսի ազդեցության տակ ընկնելու խնդիրը, այ ոնց է լուծում, որ մեկը մյուսի վրա բացասական բան չեմ տեսնում, որ ասեմ մեկը մյուսի հետ։ Կամ մեկը մի սխալ բան արեց, մյուսը վերցեց, անդրոնակեց։ Օրինակ։ Թե չի լինում այդպիսի բաներ, չէ՞։ Չեմ տեսել այդպես ինչ որ վատ բան, որ մեկը մյուսից ընդօրինակի, չէ։ Հակառակը երևի փորձում են իրար օգնել։ Դե երեխա են, ուզում են խոսեն, շփվել, շատ անգամ իրենք ավելի շատ խոսում շփվում են, դրա վրա ենք մենք զայրանում։ Ունեք շատախոսներ։ Իսկ բոլորը չէ, բոլորը չէ, ավարեք բշակի։ Լսիր, բոլորը ինձ թվում է շատախոս են այս դեպքում։ Իդեպ մեր ծնողները on-line հարթակում բոլորը գրում են, որ երեխաների արևիկում ճիշտ եւ հրաշալի ճաշակ են ձևավորում, շնորհակալություն ուսուցիչներին ու ղեկավարներին ու ասում են, որակյալ երաժշտություն են լսում ծնողները, փաստում են էլի այդ մասին։ Այո, մենք գիտեինք, ուղղակի այսպես հարցը տվեցինք, որպեսզի հասկանանք։ Լիլիթ Կարապետյանն ասում է միշտ էլեգանտ, կանացի ու բարեկիրթ տիկին Նաիրա Մելիքյան, այո, այստեղ ապրեք, սրտիկներ եւ տարատեսակ փուչիկներ, ծաղիկներ են ուղարկում, դե ուղիղ եթերի դեպքում ծափահարություններին են այս ամենը փոխարինում եւ փաստորեն ամեն համերգի ժամանակ փորձում եք հատկապես նորեկները, որ գալիս են, հա, այ ոնց եք կարողանում որքան հնարավոր սեղ ժամկետներում բերել, հասցնել եւ այսպես թիմային վիճակի, հա։ Որպեսզի հավասարվեն, գան այ հանդերի հետ, այսպես հավասար ելույթներ։ Այո, ունենք նոր բալիկներ, նոր եկած բալիկներ եւ երեխաներ, որոնք արդեն կարելի ասել մեծ ճանապարհ են անցել եւ իրենք պրոֆեսիոնալ հարթակի են կարելի ասել, այս պահին կարող եմ այդ ասել, իրար նայելով, ճիշտ է, շատ անգամ մենք այդքան չենք տալիս հնարավորություն, որպեսզի իրենք այդ մեծ պատասխանատվությունը չենք դնում իրենց ուսերին, հա, փոքրիկների մասին է խոսքը, բայց միայն այն, որ իրենք պետք է դուրս գան բեմ, երգեն մեծերի հետ, դա արդեն մեծ դպրոց է։ Իսկ եղել է պահ, երբ երեխան այնքան է վախենում հենց առաջին ելույթից առաջ, որ կարծես Չէ, չեմ կարող, չեմ ուզում, որ ինչ որ ասի վախենում եմ կամ ինչ որ մի բան, մենք պատրաստում ենք, ասում ենք այն պահին եւ ընդհանրապես այդ բառը չենք օգտագործում։ Արգելված բառ է դա։ Միջավայրը երևի նպաստող է, որպեսզի այդ խնդիրը չլինի, հա, երեխաներն էլ արդեն հանգիստ։ Այստեղ Լուսինեն գրում է մեր շատ սիրելի ուսուցիչներ եւ մաեստրո, ձեր կատարած հսկայական աշխատանքի շնորհիվ ծնողներով վայելում ենք մեր երեխաների վառ ու ուրախ մանկությունը, շնորհակալ ենք։ Կարծում եմ, որ շնորհակալությունները դեռ շատ են լինելու, համերգներից հետո են լինելու։ Ես քանի որ նայում եմ ժամանակին, ունենք ընդամենը 20 րոպե, այո, հիմա խենթ քամի է փչելու մեր
եթերում։ Ահա, իսուրել տեղավորվեցիք փոքրիկները։ Արամ Սացյանի եւ Կարո Վարդանյանի ստեղծագործությունն է հիմա հնչելու։ Հիշեցնեմ, այսօրվա ռադիոհամերգը նախատոնական է, նախահունիս 1-յան եւ Արևիկ մանկապատանեկան անսամբլն է մեր ուղիղ եթերում։ Եվ հիշեցնենք նաեւ, որ զրուցում էինք Արևիկ մանկապատանեկան անսամբլի վոկալի մասնագետ Նաիրա Մելիքյանի հետ։ Շնորհակալություն մեզ մանրամասներ ներկայացնելու համար։ Բավ է, բայց դեռ բավ չէ, մեր եթերաժամն ավարտված չէ, մենք դեռ շարունակում ենք հարգելի ռադիոլսողներ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, այստեղ խենթ մի քիչ լավ տրամադրություն փոխանցելու համար եւ ներկայացնենք մեր հաջորդ զրուցակցին, Արևիկ մանկապատանեկան անսամբլի պարուսոց Ալինա Միքայելյան, բարելույս։ Բարելույս։ Էստաֆետը փոխանցում ենք Ալինային, ահա։ Այստեղ ստացվում է փաստորեն, եթե երգչի հետ վոկալի մասնագետն է միայն աշխատում, այս անսամբլի պարագայում աշխատում են 3 մասնագետ միաժամանակ, երբ երգը դրվում է արդեն եւ այլն, հերթը հասնում է ձեզ բեմադրություններ անելու, բեմական մասի պատասխանատու, կարծես այդպես կարող ենք ասել, դժվար սկսել պարը բեմադրել երգի, այ ընթացքը ոնց է տեղի ունենում ու հավաքել իրենց, էլի ու տերերով բաշխել։ Կարելի ասել էլ ոչ մի բան դժվար չէ, որովհետև մենք մոտենում ենք մեր գործին շատ պրոֆեսիոնալ։ Այսպես կարող եմ ասել, հունիսի 3-ի համերգի համար, այո, մի քիչ ունեցել եմ դժվարություններ, որովհետև երեխաները երգում են կենդանի ձայն, ես հստակ ունեի աշխատանք կատարելու, որ շնչառությունը կարողանային ճիշտ վերցնել, երգել, այսինքն այդ ամենը հաշվի եմ առել, փորձել եմ հնարավորության դեպքում որ պարային հատվածները հետին պլանում չմնան, արել են չխանգարեն։ Այո, բայց եւ չխանգարեն, բայց մեր մոտ բոլոր երգերն եք բեմադրում պարային տեսարաններով։ Հիմնականում այո, այնպես տեղողությամբ մեծ են համերգները, փոքր չեն ի վերջո եւ ինչպես որ չհոգնեն բալիկները կարողանան երգել, շունչը տեղը լինի եւ աչքի համար շոուն ապահովված լինի։ Դե հենց դա արդեն խոսում է մեր երեխաների ավելի ճիշտ պրոֆեսիոնալիզմի մասին, որովհետև հասել ենք այն մակարդակին, որ երեխաները ճիշտ է դրված։ Այո, կարողանում են հստակ կատարել իրենց առջև դրված յուրաքանչյուր խնդիր, եւ լավ, եւ դժվար, եւ այդպես։ Շատ են ջղայնացնում։ Չէ, անցել է այդ շրջանը երեխաների մոտ, որտեղ հստակ գիտեն ինչի համար են գալիս։ Հստակ ունեն իրենց առջև խնդիր եւ խնդիրը առաջ ա գնում իրենց հավաքվածության
Կարելի ասել Շնորհիվ։ Շնորհիվ, այո։ Ես նայում եի երեխաներ ելույթ էին ունենում, երկու աչքով 3 հոգու էին հետևում միաժամանակ ու երեքդ միաժամանակ ինչ որ ձեռքերով շարժումներ էի կամ իրենք դա հասկանում էին։ Որքան ժամանակ է պետք, որպեսզի այդ փոխադարձ հասկացվածությունը, անձայն հասկացվածությունը կայանա։ Դե կարող եմ ասել արդեն 2-3 տարի է ինչ մենք աշխատում ենք այս տեմպով ու երեխաները կես խոսքից մեզ լիարժեք հասկանում են։ Այսինքն ես կարող եմ բեմից ոչ մի ձայն չանել, ուղղակի աչքերով կամ ձեռքերով իրենց բացատրել, իրանք լիարժեք կհասկանան, որ պետքա գան առաջ կամ պետքա մնան տեղում, հա, այլ խնդիր չունենք ընդհանրապես։ Որոնք են մանկական շոուի առանձնահատկությունները, եթե համեմատենք այ մեծերի, հա, պարային տեսարանների հետ, այնտեղ մենք բոլորս որոնում ենք սինխրոնություն, կարծես շարժումները պետք է լինեն համահունչ մեկը մյուսին, իսկ այստեղ այդ խնդիրը կա թե ոչ։ Մենք լիարժեք մոտենում ենք որպես մեծի, այսինքն իրենք այնպես են աշխատում որպես մեծ, այո։ Այսինքն այն որ ասում ենք չթերագնահատել, լրիվ համապատասխանում։ Մեծերի հետ աշխատանքն է ավելի հեշտ ըստ էության, թե փոքրերի։ Իրենք ավելի ինկալունակ են, ճկուն են, բայց չարաճճի են։ Կարծում եմ փոքրերի հետ ավելի հեշտ է, որովհետև մեծերը ինձ թվում է թելադրում են որոշ չափով իրենց ամբիցիաները, որ ես այստեղ չեմ ուզում այսպես անել կամ չգիտեմ ինչ որ բնականաբար կարծում եմ, այո, բարդություններ իրենց հետ կլինի, իսկ երեխաների հետ ոչ մի նման խնդիր չեն ունենում։ Ինչ ասեք, պետք է լսեն եւ կատարեն։ Ահա։ Հա, հետաքրքիր է, չէ՞, այս պարագայում խստություն պետք է։ Յուրաքանչյուր աշխատանքում է խստություն պետք, եթե ուզում ենք հասնել արդյունքի։ Բայց չենք մոռանում նաև, որ մենք շփվում ենք դասից դուրս այն լավ ընկերական հարաբերություններ ունենք, բայց երբ խոսքը գնում է գործի մասին, մենք վերջ սահմանը գծվում է։ Մենք ունենք 3 կատարում, հասցնենք լսել Եվս մեկը, այո։ Ավարտը եւ այս պահին ընկերության մասին է հաջորդ կատարումը, հեղինակ Էդմոնդ Մակարյան։ Հատկապես որ վառ արտացոլված է առողջ ու լավ ընկերությունը Արևիկում։ Այս տարիքից։ It's
Այստեղ ծափ է Եվս մեկ կրկին։ գեղեցիկ կատարում արևիկցիներից։ Այո, եւ մենք զրույց ունենանք շատ կարճ կրկին ու հետո արդեն հուսամ գոնե 2 երկ կհասցնենք վերջին երկու երկու կատարումը։ Փոքրիկների կարգապահությունը, փոքրիկների բեմում կանգնելու ձևը, իրենց պահելը, դա եւս մտնում է կարծես բեմական հատվածի մեջ, երեխա են էլի կարող են հոգնել նաեւ ինչպես եք անում, որ հասնեք մաքսիմալ արդյունքի։ Գիտեք, սենց միած սխեմա եմ մշակել իմ համար, մեր մեծ երեխաները, ովքեր որ արդեն անցել են այդ ճանապարհը, ինձ շատ են օգնում, որովհետև ես համերգի ժամանակ չեմ կարողանում հասցնել բոլորին, հա, դու այստեղ կանգնի, դու այնտեղ, Աստղը օրինակ, Աննան, Ռուզաննան շատ են օգնում, իրենք փոքրերին միան սենց հավաքում են, դու այստեղ պետքա կանգնես, դու այնտեղ ու իմ գործը ավելի հեշտացնում են իրեն։ Բեմում որպես պատասխանատու։ Այսինքն ունեք օգնականներ բոլորդ էլի, ստացվում է այդպես, հա։ Բայց մի բան ասեմ, փոքրերի մեջ էլ կան շատ հավաքված երեխաներ ու անգամ նոր ընդունվածների մեջ Թամարան, որ սենց բոլոր փոքրերին սենց մի անգամից կհավաքի ու վերջ, դու պետք է այստեղ կանգնես ու ամենայն անկեղծությամբ այդ ինձ շատ ա դուր գալիս։ Ահա։ Եկեք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ վաղը Հրազդան քաղաքում կարող են ունկնդրել արևիկցիների ելույթը եւ իհարկե հունիսի 3-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում երկու կոլեկտիվներ, երկու սերունդներ, մեկ բեմում Էստրադային սիմֆոնիկ նվագախումբը եւ Արևիկ անսամբլը։ Հունիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահ ժամը 19-ին մնացել են շատ քիչ տոմսեր, ձեռք բերեք, որպեսզի ձեր փոքրիկները լսեն մանկական հրաշալի երգեր, փոքրիկների շուրթերից որակյալ հրաշալի համերգ, մեծական փոքրիկների համերգ, հա, այսպես կարող ենք անվանել, որովհետեւ եթե դիտարկում ենք մասշտաբային տեսանկյունից, այն մի ամբողջ մեծական համերգ է, բայց փաստացի փոքրիկների համար։ Մենք դեռ հրաժեշտ չենք տալիս, հասցնենք լսել նաև, այո, շատ լուրջ ստեղծագործություն, Գարունդ հայերեն է գալիս, Խոսք Ամոսահյանի, երաժշտությունը Վահե Հայրապետյանի։ Լսենք այնուհետև դեռ միմյանց հրաժեշտ կտանք։
գալիս Ձյուրներդ հայերեն են լալիս Հավքերդ երկում են հայերեն Խոբերդ երկում են հայերեն Ձորերդ հայերեն է շնչում Զոհերդ հայերեն են ննջում Որքան էլ ձեռից կնացել Դու էլի հային ես մնացել Եվ իհարկե շատ արագ շնորհակալություն հայտնենք բոլորին, երեխաներին, մանկավարժներին, գեղարվեստական ղեկավարից սկսած, հա, այսպես բոլորին շնորհակալություն այս գեղեցիկ առավոտը մեզ պարգևելու համար։ Իսկապես անչափ շնորհակալ ենք ձեզ, սիրելի ռադիոլսողներ, ձեզ ենք շատ շնորհակալ ձեր ջերմության, ուշադրության համար։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Մնացեք հանրայինի հետ։